Բարև։ Կարծես մրջյուններն ունեն սեփական լրտեսական թրիլերը, ու դրա սյուժեն շատ ավելի խճճված ու խորամանկ է, քան ենթադրում են կենսաբանները։ Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մակաբույծ մրջյունների որոշ տեսակներ կարողանում են զավթել այլ տեսակի մրջյունների գաղութներն առանց գեթ մեկ կրակոցի։ Նրանք ուղղակի գաղութի աշխատավոր մրջյուններին տրամադրում են իրենց մոր դեմ։ Միջատաբանները հայտնաբերել են, որ Lasius orientalis ու Lasius umbratus տեսակի մրջյունների թագուհիները թափանցում են այլ տեսակի մրջյունների մրջնանոցներ ու թագուհու վրա բազմիցս ցանում մրջնաթթու հիշեցնող հեղուկ։ Դրանից հետո աշխատավոր մրջյունները դադարում են հոտով ճանաչել սեփական մորը ու հարձակվում են նրա վրա, ընդունելով որպես թշնամի։ Նվաճող թագուհին էլ մի կողմ է քաշվում ու իրադարձություններին հետևում է անվտանգ հեռավորությունից, որպեսզի ինքն էլ չընկնի հարվածի տակ։ Իսկ երբ մրջնանոցի թագուհին սպանվում է, նվաճողը հանգիստ զբաղեցնում է նրա տեղը։ Մինչև վերջերս համարվում էր, որ մակաբույծ մրջյուններն անձամբ են սպանում նվաճվող գաղութի թագուհուն։ Դա տրամաբանական էր, նրանք ներխուժում են, վերացնում մրցակցին, ապա քիմիական ազդանշաններով կառավարում աշխատավորներին։ Սակայն Current Biology ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տալիս, որ նրանք ունեն գաղութը նվաճելու շատ ավելի նուրբ ու արդյունավետ մեթոդ՝ ստիպել տեղի աշխատավոր մրջյուններին իրենց փոխարեն կատարել ամբողջ արյունոտ աշխատանքը։ Սոցիալական մակաբուծությունը բավականին տարածված երևույթ է մրջյունների շրջանում։ Ավելի քան 200 տեսակ էվոլյուցիայի ընթացքում սովորել է ապրել այլ տեսակի հաշվին։ Որոշները լուռ բնակություն են հաստատում օտար գաղութներում, մյուսները առևանգում են հարսնյակներին ու ստրուկներ աճեցնում, իսկ ժամանակավոր սոցիալական մակաբույծները նախընտրում են լիարժեք կլանումը, մրջնանոցի նվաճում, տեղի թագուհու ոչնչացում ու տեղի աշխատավորներին սեփական ժառանգներով աստիճանաբար փոխարինում։ Սակայն Կյուսիոյի համալսարանի հետազոտողների նկարագրած դեպքը նոր գրեթե դետեկտիվային դետալ է ավելացնում այս սխեմային։ Լաբորատոր դիտարկումների ընթացքում Lasius orientalis եւ Lasius umbratus տեսակի մրջյունները գործել են զարմանալիորեն միանման։ Նրանք ուղիղ չեն հարձակվել նվաճվող գաղութի թագուհու վրա, այլ ուղղակի մի քանի անգամ զոհի վրա շաղ է տվել մրջնաթթու, որը փոխում է նրա հոտն ու հավասարակշռությունից հանում աշխատավոր առանձնյակներին։ Հոտը մրջյունների գլխավոր լեզուն է ու բավական է այն խախտել, ու գաղութի բնակիչները դադարում են ճանաչել միմյանց։ Գիտնականները ենթադրում են, որ մրջնաթթուն լուծում է միանգամից երկու խնդիր՝ թաքցնում է գաղութի թագուհու սեփական հոտը եւ դարձնում այն թշնամական տեղի աշխատավորների համար։ Արդյունքը մատրիցիտն է, որն օգուտ է բերում բացառապես մակաբուծող տեսակին։ Կենսաբանության համար դա կենդանիների շրջանում մատրիցիտի նոր երրորդ տեսակն է ու այն հատկապես սառնասիրտ տեսք ունի։ Մայրը զոհվում է, իսկ նրան սպանող զավակներն անգամ չգիտեն ինչ են անում։ Հետաքրքիր է նաև, որ վերոնշյալ երկու մակաբույծ տեսակները այս հնարքը զարգացրել են միմյանցից անկախ, իսկ այն նրանց ցեղակից Lasius reginae-ն հավատարիմ է հին մարտավարությանն ու անձամբ է սպանում նվաճվող գաղութի թագուհուն։ Սա մատնանշում է ժամանակավոր սոցիալական մակաբույծների զարմանալի էվոլյուցիոն ճկունությունը։ Հայտնագործությունը բացատրում է նաև հին հանելուկները։ Նախկինում կենսաբանները ֆիքսել էին դեպքեր, երբ մակաբույծ հյուրի հայտնվելուց հետո աշխատավորները սպանում էին սեփական թագուհուն, սակայն չէին հասկանում ինչու է այդպես դա տեղի ունենում։ Այժմ ակնհայտ է, որ ամեն ինչի հիմքում քիմիական մանիպուլյացիաներն են։ Ընդ որում որոշ տեսակներ, որոնք չեն կարողանում մրջնաթթու արտազատել, հավանաբար նույն նպատակի համար օգտագործում են այլ քիմիական նյութեր։ Հետազոտությունների մեկ այլ ոլորտում նույնպես կա զարմանալի հայտնագործություն կապված մրջյունների հետ։ Գիտնականները պարզել են, թե ինչպես է Ֆիջի կղզուց Squamallaria բույսը համագործակցում մրջյունների միանգամից մի քանի տեսակի հետ։ Այս բույսի վրա կան բազմաթիվ դատարկ ընդարձակումներ, դոմացիումներ, որոնցից յուրաքանչյուրը սեփական ելքով ու հենց դրանցում են բնակվում մրջյունները։ Դա թույլ է տալիս տարբեր գաղութների ապրել կողք կողքի, գրեթե չհանդիպելով միմյանց։ Մրջյունները բույսին մատակարարում են սննդարար նյութեր, իսկ բույսը նրանց բնակարան է տրամադրում, իսկական բազմահարկ մրջնանոց առանց կոնֆլիկտների։ Բոլոր այս հայտնագործությունները ցույց են տալիս, թե որքան բարդ ու հնարամիտ են մրջյունների եւ շրջակա աշխարհի միջև փոխհարաբերությունները։ Պատկերացրեք եռաչափ պրինտեր, որում մետաղական ասեղի փոխարեն մոծակի իսկական կնճիթ է։ Հնչում է ինչպես խելահեղ գիտաֆանտաստիկ պատմվածքի սկիզբ, սակայն հենց այսպիսի տեխնոլոգիա են ստեղծել Կանադայի ու Միացյալ Նահանգների ինժեներները։ Ու ամենազարմանալին, այդ կենսահիբրիդային գործիքն ավելի ճշգրիտ է ու էժան, քան ժամանակակից բաժանող գլխիկների ծայրափողակների մեծ մասը։ Ժամանակակից կենսատպագրությունը պահանջում է ոսկերչական ճշգրտություն։ 100 միկրոմետրից քիչ տրամագիծ ունեցող խողովակի միջով կենսաթանակը դուրս սեղմելու համար արտադրողներն օգտագործում են մետաղական, ապակյա ու պլաստիկից թանկարժեք ծայրափողակներ, սակայն ինժեներները որոշել են նայել բնությանը որպես միկրոգործիքների պատրաստի հավաքածու ու ուշադրություն են դարձրել նրանց, ովքեր ամբողջ կյանքը
Նրանք զբաղված են հեղուկների բարձր ճշգրտության մղմամբ, միջատներին։ Մոծակի կնճիթը իդեալական թեկնածու էր, այն ուղիղ է, բավարար պինդ, դիմանում է բարձր ճնշմանն ու ունի ընդամենը 20-ից 25 միկրոմետր ներքին տրամագիծ, ինչը գրեթե 2 անգամ քիչ է ստանդարտ ծայրափողակներից։ McGill-ի համալսարանի հետազոտողները խնամքով առանձնացրել են կնճիթը միջատի գլխից, հանել արտաքին թաղանթը ու ուլտրամանուշակագույն սոսնձի միջոցով ամրացրել այն մետաղական ասեղին։ Այսպես ստացվել է կենսապրինտերի նոր յուրահատուկ գլխիկ։ Ապա գիտնականները փորձարկել են սարքի ամրությունը։ Կնճիթը դիմացել է մոտավորապես մինչև 708 կիլոպասկալ ճնշմանն, այն դեպքում, երբ կենսաթանաքով տպելու համար անհրաժեշտ է ընդամենը մոտ 60։ Դեպքերի մեծ մասում խափանումը տեղի է ունեցել ոչ թե կոնստրուկցիայի թուլության, այլ թանակի չափազանց մածուցիկ լինելու պատճառով, ինչը կանալում առաջացրել է չափից մեծ ճնշում։ Եռաչափ նեկրոտպագրություն վախենալու անվանումը ստացած նոր տեխնոլոգիայի փորձարկումների արդյունքները տպավորիչ են։ Գիտնականները կարողացել են տպել այնպիսի դետալիզացված միկրոօբյեկտներ, որոնք անհասանելի են սովորական ծայրափողակների համար։ Օրինակ, մեղրաբջիջներ հիշեցնող ստրուկտուրա ընդամենը 22 միկրոմետր լայնությամբ, մոտ 18 միկրոմետրանոց գծիկներով մինիատյուր թխկու տերև, ապա ցանցանման կարկազ, որում ներառված էին կենդանի բջիջներ, մի դեպքում քաղցկեղային, մյուս դեպքում էրիթրոցիտներ։ Տպագրությունից հետո բջիջների կենսունակությունը կազմել է 86%, այսինքն կնճիթի նեղ կանալով անցումը նրանց գրեթե չի վնասել։ Ինժեներները ցույց են տվել նաև տեխնոլոգիայի պրակտիկ կիրառությունը։ Կենսաբանական ծայրափողակի միջոցով կարելի է նյութերը ներարկել անմիջապես հյուսվածքի մեջ։ Գիտափորձի ընթացքում օգտագործվել է խոզի կաշի, իսկ որպես տեղամիջոց հիդրոգել։ Տպագրության ճշգրտության մոծակի կնճիթը գերազանցել է ստանդարտ գլխիկները մոտ 250%-ով։ Ոչ պակաս կարևոր է նաև տնտեսական կողմը։ Մեկ լաբորատոր մոծակի արժեքը մոտ 2 ցենտ է, իսկ պատրաստի գլխիկը մոտ 80 ցենտ։ Դա անգամներ էժան է մետաղական կամ ապակյա անալոգներից։ Բացի այդ, կենսաբանական նյութը կենսատրոհվող է եւ գրեթե հետքեր չի թողնում, չնայած պահպանման ժամկետը սահմանափակ է։ Այս շաբաթվա գիտական տերմինը կարդինալն է։ Մաթեմատիկայում կարդինալը բազմության չափն է, սակայն ոչ թե սովորական սանտիմետրերով, այլ էլեմենտների քանակով, անգամ եթե դրանք անվերջ շատ են։ Վերջավոր բազմությունների դեպքում ամեն ինչ պարզ է։ 3 խնձորների կարդինալը հավասար է 3-ի, սակայն ամենահետաքրքիրը սկսվում է անվերջությունների դեպքում։ Մաթեմատիկոսները նկատել են, որ անգամ անվերջությունները տարբեր չափեր ունեն։ Օրինակ, բնական թվերի անվերջությունը մի կարդինալ է, իսկ ուղիղի վրա բոլոր կետերի անվերջությունը շատ ավելի մեծ կարդինալ։ Կարդինալները թույլ են տալիս համեմատել անվերջությունների չափերը, ու պարզվում է անվերջությունը կարող է ոչ թե ուղղակի մեծ լինել, այլ տարբեր չափերի ավելի ու ավելի ահռելի թվերի մի ամբողջ աստիճան, որոնց մոտ մեր սովորական աշխարհը զարմանալի փոքրիկ է, իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։